Աշխարհում պատերազմները դադարեցնելու խոստումով Սպիտակ տուն վերադարձած Թրամփն արդեն երրորդ օրն է պատերազմում է Կարմիր ծովում։ Պենտագոնը հայտարարել է, որ շաբաթ օրվանից ամերիկյան զորքը հարվածներ է հասցրել Եմենում գտնվող հութիների 30 թիրախների։ ԱՄՆ նախագահը պնդում է, Իրանն է հովանավորում հութիներին։ Թրամփն անգամ սարսափելի հետևանքներով սպառնացել է Թեհրանին, եթե հութիները շարունակեն պատասխանել ամերիկյան զորքին։ Թող ոչ ոք չխաբվի, հարյուրավոր հարձակումներ իրականացրած հութիներին, այդ չարագործ ավազակներին և մարդասպաններին, որոնց ատում է Եմենի ժողովուրդը, Իրանն է աջակցում։ Հիմա Իրանն անմեղ զոհի դեր է խաղում, բայց հենց այդ երկիրն է թելադրում հութիների յուրաքանչյուր քայլը։ Նրանց տալիս են զենք, փող և բարձրակարգ տեխնիկա, նույնիսկ հետախուզական տվյալներ։ Այս պահից հութիների յուրաքանչյուր կրակոց կդիտարկենք որպես Իրանից արձակված։ Իրանը պատասխանատվություն կկրի հետևանքների համար, և այդ հետևանքները սարսափելի կլինեն։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հերքել է ԱՄՆ նախագահի մեղադրանքները, թե Իրանն աջակցում է Եմենի ուժերին, զգուշացնելով Վաշինգտոնին, որ Թեհրանի դեմ հնարավոր ագրեսիան անպատասխան չի մնա։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոթսի խոսքով, ամերիկյան հարվածներից հութիների շատ առաջնորդներ են զոհվել։ Հութիները, սակայն, հայտարարում են, որ Վաշինգտոնի հարձակման հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել, որոնցից առնվազն 5-ը երեխաներ են։ ԱՄՆ մահացու հարվածները դադարեցնելու պահանջով Եմենի մայրաքաղաք Սանայի փողոցներն են դուրս եկել հազարավոր մարդիկ։ Դուրս ենք եկել ասելու Ամերիկային և Իսրայելին, որ մենք չենք վախենում ձեզանից, չենք փոխում մեր համոզմունքը, որ Պաղեստինը պատկանում է արաբներին։ Պենտագոնը վստահեցնում է, հենց վաղը պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դրա համար Ամերիկան իր պահանջներն ունի։ Հութիները պետք է վայր դնեն զենքերը։ Եթե հութիներն ուզում են, կարող են հենց վաղն էլ դադարեցնել գործողությունը, բայց կարծես այդպիսի մտադրություն նրանք չունեն։ Իսկ հանձնվելու մտադրություն հութիները կարծես թե իսկապես չունեն։ Հութիները 48 ժամվա ընթացքում ԱՄՆ ռազմանավերին օդային հարվածներ են հասցրել երրորդ անգամ։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։